Եթե պահքի ընթացքում ուզում ես որևէ քաղցր և թեթև քաղցրավենիք, ապա այս բաղադրատոմսը հենց քեզ համար է։ Պատրաստելու են գազերով թխված քաբլիթներ առանց ձվի և կաթնամթերքի, հեշտ, արագ և պարզ տարբերակով։ Ընդամենը մեկ հիմնական բաղադրիչով ստանալու ենք շատ համեղ, փափուկ, նուրբ թխված քաբլիթներ։ Եվ իհարկե այդ մեկ բաղադրիչը գազարն է, մանրեցնում ենք բլենդերի օգնությամբ։ Իսկ եթե չունեք բլենդեր, կարող եք անցկացնել քերիչի մանր անցքերով։ Իմ ալիքում կա նաև գազարով ռուլետի և թխվածքի շատ համեղ բաղադրատոմսեր, որոնց հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Տեղափոխում ենք մեկ այլ ամանի մեջ և հերթով ավելացնում ենք մնացած բաղադրիչները։ Ավելացնում ենք շաքարավազը, սոդան, վանիլինը և բուսայուղը։ Քաղցությունը այստեղ որոշում եք ինքներդ ավել կամ պակաս լինելը։ Խառնում ենք և ավելացնում ենք ալյուրը։ Այստեղ մի փոքր պետք է արագ աշխատենք, որպեսզի շաքարավազը չհալվի և գազարի հետ միասին ավելորդ հեղուկ դուրս չարձակեն։ Այդ դեպքում ավելի շատ ալյուր պետք կգա մեզ։ Խմորի մեջ կարող եք ավելացնել նաև նարնջի կամ կիտրոնի ցեդրա և դարչին։ Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Բաղադրիչները և հստակ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում, ինչպես նաև էկրանի վրա։ Տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և շատ արագ հունցում ենք։ Ալյուրը ավելացնում ենք այնքան, մինչև ստանանք փափուկ, ձեռքերին մի փոքր կպչող խմոր։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք սեղմեք զանգակկոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Ահա պետք է ստանանք այսպիսի փափուկ խմոր։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ գույն ունի խմորը։ Խմորը բացում ենք մոտավորապես 1 սմ հաստությամբ։ Այսպես կողքերից մի փոքր հավասարեցնում ենք և կտրատում ենք մեր ուզած չափսերով և ձևերով։ Ես կտրատել եմ ուղղանկյունաձև, քառակուսի և շրջանաձև։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Այստեղ կտրելու հստակ կանոններ չկան։ Ով կպատկերացնի, որ գազարից կարելի է ստանալ այսպիսի համեղ, տարբերվող և փափուկ թխվածքաբլիթներ։ Եթե դուք էլ ունեք նմանատիպ համեղ բաղադրատոմսեր, կարող եք նշել մեկնաբանության բաժնում, ես սիրով կպատրաստեմ և կնշեմ ձեզ։ Ահա մյուս մասն էլ պատրաստել եմ շրջանաձև։ Տեսեք, թե այսպես էլ ինչքան լավ է ստացվում։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփելու ենք 180 աստիճանի տակ 15-ից 20 րոպե։ Ահա և մեր համեղ, տարբերվող, նուրբ և փափուկ թխվածքաբլիթները պատրաստ են։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Այս թխվածքաբլիթները իդեալական տարբերակ են սուրճի և թեյի հետ վայելելու համար։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ ու տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Վստահ եմ, որ շատ կհավանեք, պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։